Պարոն Նահապետյան, ընտրական պրոցեսի ընթացքում բազմաթիվ ահազանգեր հնչեցրին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, օրինակ Արման Թաթոյանն էր ձայնագրություններ հրապարակում, որտեղ քաղաքացիներին հանրահավաքի եւ այլնի մասնակցության կոչեր էր արվում եւ այլն, եւ ինքը պնդում էր, որ այնտեղ հարկադրանքի տարեր կան։ Արդյոք ուսումնասիրվել են այս ահազանգերը, եթե ուսումնասիրվել են, ինչ եք պարզել։ Ես ձեզ խնդրում եմ, որ նկատի ունենաք, հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվում է միայն կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների բացահայտմամբ եւ քննությամբ։ Ձեր նշած դեպքը ըստ էության չի համարվում կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություն։ Ես կարող եմ թվարկել, թե որոնք են այդ հանցագործությունները, որոնցով զբաղվում է հակակոռուպցիոն կոմիտեն, դա ընտրակաշառք տալ, ստանալ, ընտրակաշառքի միջնորդություն, բարեգործության արգելքի խախտման դեպքեր եւ վարչական ռեսուրսի հետ կապված, կիրառման հետ կապված պատասխանատվության միջոցները նախատեսված են վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ որոշակի քերաիրավական արձագանքի հետ կապված դա արդեն քննչական կոմիտեի իրավասության տիրույթում ռեժիմով այդ բացահայտումները ընտրակաշառքների վերաբերյալ հենց նույն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները չեն ընդունում, իսկ եղել է դեպք օրինակ դիմեն, որպեսզի իրենք իրենց էքսպերտիզան անցկացնեն եւ օրինակ ճիշտ չլինի, այդպիսի դեպք եղել է։ Ես ընդհանրական ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ ունենք շուրջ 115 քերական վարույթ նախորդ օրվա դրությամբ եմ ասում, քանի որ ամեն օր այդ վարույթները ավելանում են։ Մենք ունենք 115 քերական վարույթ, այդ 115 քերական վարույթով հարցաքննվել են հարյուրավոր անձինք եւ որևէ անձ չունենք, ով հարցաքննության ընթացքում հերկած լինի եւ տվյալներ տրամադրած լինի, որ ձայնագրությունը կեղծված է, այդ խոսակցության հեղինակը ես չեմ կամ պահանջի, որ նշանակվի փորձաքննություն։ Նման որևէ տվյալ, որևէ վարույթով մենք չունենք։ Մոնտաժված է իրենց խոսքը, այդպեսի բան չեն ասել, ընդունել են, բայց ասել են, հա, մոնտաժված է իրենց խոսքը։ Մոնտաժված ասելով ի՞նչ նկատի ունեք։ Նկատի ունեք մի բառ վերցրել եք, կպցրել եք մի բառի մոնտաժ։ Ես ասել է բարձր միտեղ ասել է ընտրություններ բերե հավաքել եք, դա է մոնտաժված։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ձայնագրություն չկա, որևէ հրապարակված ձայնագրության որևէ կտոր չկա, որը կոնտեքստից կտրված լինի, այսինքն հրապարակվել են ձայնագրությունների այն հատվածները ամբողջական, որը վերաբերելի է եղել որևէ քաղաքական ուժի, այսինքն տվյալները պարունակում, որ ինքը պատկանում է այս կամ այն քաղաքական ուժին եւ խոսակցությունը վերաբերվել է կոնկրետ ընտրակաշառքին։ Այսինքն մենք այդ ամեն ինչը ներողություն եմ խնդրում, մենք այդ ամեն ինչը վաղը մյուսօր բնականաբար ներկայացնելու ենք նաև դատարան։ Մենք ունենք ավարտված քերական վարույթներ, 14 քերական վարույթ 54 անձի վերաբերյալ արդեն իսկ ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Եվ վաղը մյուսօր դուք մեր հանրությունը գնալու են դատարանում եւ անձամբ ցանոթանան այդ ձայնագրությունների բովանդակությունը։ Հասկացաք, ինչ ժամանակամիջոցում է այդ ձայնագրությունները հայտնվել ձեր ձեռքին եւ ինչու է միայն վերջին նախընտրական քարոզարշավի շրջանում դրանք արդյոք միայն այդ ժամանակաշրջանում եք դուք Շատ լավ, տեսեք։ Ժամանակ տեմպ ստացավ այդ։ Շատ լավ, պատասխանեմ ձեր հարցին։ Մենք իմ հրամանով ստեղծել ենք օպերատիվ շտաբ եւ օպերատիվ շտաբի մասին հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական էջում նաեւ նշված է, թե երբ է ստեղծվել, եթե չեմ սխալվում, դեռևս փետրվար ամսին, բայց օպերատիվ աշխատանքը իրենից ենթադրում է բազմատեսակ միջոցառումների, նաեւ տևական ժամանակ կատարվող միջոցառումների արդյունք, այդ ձայնագրությունները, որոնք դուք հիմա լսում եք, դրանք կատարվել են մի դեպքում 1 ամիս առաջ, մյուս դեպքում 1 օր առաջ կամ մի քանի ամիս առաջ եւ դրանք ըստ էության որևէ էական նշանակություն չունեն, քանի որ նախաքննական մարմինը երբ է դրանք հրապարակում, երբ որ արդեն իրականացում է բացահայտ գործողություններ, այսինքն եթե մինչ այս պահը հակակոռուպցիոն կոմիտեն կամ այլ իրավապահ մարմին գործել է գաղտնի որևէ արդահոսքը բացառելու համար, որ որևէ անձ որևէ տեղեկություն չունենա, այն պահից սկսած, երբ արդեն իրականացում են բացահայտ գործողություններ, այսինքն իրականացում են խուզարկություն, իրականացում են հարցաքննություններ, դրանք արդեն հայտնի են այն շրջանակին, ովքեր ներգրավված են այդ վարույթի մեջ, եւ այդ փուլից սկսած նոր հրապարակում է իրականացվում ու մանրամասն ձայնագրությունները ներկայացնում։ Արդյոք իշխող ուժի նկատմամբ գաղտնալսումներ իրականացվել է թե ոչ, որովհետեւ տևական ժամանակ է խոսում է, որ վարչական ռեսուրս է կիրառվում, ուղղորդումներ են իրականացվում, որպեսզի նրանք դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ գնան հավաքների մասնակցեն եւ տարբեր կասկածանքներ կան նաեւ իշխող թիմի նկատմամբ։ Արդյոք այդ գաղտնալսումներն եւ իրենց նկատմամբ իրականացվում։ Հարգելի
լրագրող, ես ձեր հարցին արդեն մեր նախորդ հարցադրման շրջանակներում պատասխանեցի, որ վարչական ռեսուրսի հետ կապված գործառույթների իրականացումը չի մտնում հակակոռուպցիոն կոմիտեի լիազորությունների մեջ։ Ձեր մյուս հարցադրմանն էլ եմ ըստ էության պատասխանել այն շրջանակում, որ մեր գաղտնալսման հիմքը դա օպերատիվ աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն են, որ այս կամ այն քաղաքացին կամ այս կամ այն ուժը բաժանում է ընտրակաշառք կամ ստանում է որևէ քաղաքացի ընտրակաշառք, այդ շրջանակներում է հիմքը սկսվում, որը հետագայում դառնում են արդեն գաղտնի միջոցառումներ։